Հանուն հոր և որդու և ոգուի սրբո, ամեն։ Թագավորների մտերիմ բարեկամ հարազատները պատիվ ու փառք ունեն այս աշխարհում, երկրավոր կյանքում։ Իսկ երկնավոր թագավորի Աստծո մտերիմ բարեկամ հարազատները պատիվ ու փառք ունեն ոչ թե երկրում, այլ երկնքում, հավիտենական կյանքում։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մայրն էր ամենամտերիմ բարեկամ հարազատը, Սուրբ Աստվածածին Մարիամը։ Իսկ դրանից հետո գալիս է Հովհաննես Մկրտիչը, ինչպես Քրիստոս վկայեց Հովհաննես Մկրտչի մասին եւ ասաց. կանանց ծնվածների մեջ ավելի մեծը չկա, քան Հովհաննես Մկրտիչը։ Տեսեք ինչ վկայեց Քրիստոս Հովհաննես Մկրտչի մասին։ Իսկ Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի ազգական էր, Մոր Մարիամի կողմից։ Երկնքի արքայության ճանապարհը կարելի է գնալ եւ հասնել հավիտենական կյանքի պատվիրանները պահելով։ Սիրիր քո Տեր Աստծուն, պատվիր քո հորն ու մորը, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր։ Այս պատվիրանները պահելով մենք կարող ենք հասնել երկնքի արքայություն։ Բայց ամեն պատվիրանի ճանապարհին տարբեր տեսակի գայթակղություններ, սայթաքումներ կարող են լինել։ Եվ շատերն են փորձում պահել, բայց քչերին հաջողվում ամբողջապես պահել պատվիրանները եւ հասնել երկնքի արքայություն։ Հովհաննես Մկրտիչը իրապես գնաց պատվիրանապահության երկնքի արքայության ճանապարհով, որովհետև մանկությունից ապրեց անապատում։ 3 տարեկանից ասում է։ Ճգնավոր էր, անապատում ապրեց։ Եվ բոլոր պատվիրանները պահեց, որովհետև մարդ չէր տեսնում, բնության մեջ էր։ Եվ անապատ ինչ է նշանակում, ամբողջովին մեկուսացում, ոչ աչքերով էր չարը տեսնում, ոչ ականջներով էր չարը լսում, ոչ բերանով էր չարը խոսում, և միտքն էլ ամբողջովին հավաքված աղոթքի մեջ էր, երկնքում էր գտնվում։ Այսպես պատվիրանները պահելու ճանապարհով գնաց Հովհաննես Մկրտիչը։ Երկրորդ ճանապարհը երկնքի արքայությունը, որ շատ քչերին է տրված, ճգնավորներին, անապատականներին, հրաժարում այս աշխարհի պաշտոններից, փառքից, ունեցվածքից եւ ամեն ինչից, ամբողջովին նվիրում Քրիստոսին։ Ինչպես մեր Տերը Ավետարանում մի երիտասարդ մեծահարուստի ասաց. եթե ուզում ես կատարյալ լինել, գնա ունեցվածքդ վաճառիր, բաժանիր աղքատներին եւ արի իմ ետևից։ Այս երկրորդ ճանապարհը շատ ավելի դժվար է եւ շատ քչերին է տրված։ Իսկ Հովհաննես Մկրտիչը իրապես այս երկրորդ ճանապարհով էլ գնաց, որտեղ ոչինչ չուներ։ Նրա ունեցվածքը մի կաշվե գոտի էր եւ մի մազե վերարկու, ուրիշ բան չուներ։ Երրորդ ճանապարհը շատ ավելի դժվար է, հրաժարում այս համադամ կերակուրներից, ամբողջական, ամբողջ կյանքի պահեցողություն։ Հովհաննես Մկրտիչը այս ճանապարհով էլ գնաց, ուտում էր ընդամենը վայրի մեղր եւ մորեխ, ուրիշ բան չէր ուտում, ամբողջ կյանքում 30 տարի։ Այս երրորդ ճանապարհով էլ գնաց Հովհաննես Մկրտիչը, ամբողջապես նվիրվեց Տիրոջը։ Իսկ չորրորդ ճանապարհը երկնքի արքայություն, որ ընդհանրապես հազվագյուտ մարդկանց է արժանավորվում նահատակվել հանուն Աստուծո, հանուն արդարության։ Հովհաննես Մկրտիչը այս չորրորդ ճանապարհով էլ գրած, նահատակվեց հանուն արդարության։ Հովհաննես Մկրտիչը հայտնի մարդ էր Հրեաստանում, բոլորը նրան ճանաչում էին, եւ ինքն էլ հանդիմանում էր Հերովդես թագավորին,
Ինչու էր հանդիմանում, որտեվ Հերովդեսը ամուսնացել էր կամ իրեն կին էր դարձրել իր եղբոր Փիլիպոսի կնոջը Հերովդիադային, իսկ Հերովդիադան արդեն աղջիկ ուներ եւ իրավունք չուներ եղբայրը եւ եղբոր կնոջ հետ ամուսնանալու, անել եթե երեխա ուներ։ Արգելում էր օրենքը, չէր կարելի եղբոր կնոջ հետ ամուսնանալ։ Եվ չէր լսել Հերովդեսը, գայթակղվել էր Հերովդիադայի կեղծ գեղեցկությամբ ու ամուսնացել էր, նրան կին էր դարձել։ Եվ մի օր տարեդարձ էր, հավաքվել էին շատ իշխաններ, շատ նշանավոր մարդիկ եւ տոնում էին Հերովդեսի տարեդարձը։ Նրա դուստրը, Հերովդիադայի դուստրը, որի անունը էր Սողոմե, գնաց պճնվեց, զարդարվեց, շպարվեց, կիսամերկ զգեստներ հագավ ու սկսեց ներկաների առջև պարել, անպարկեշտ պարեր, պիղծ պարեր սկսեց պարել, որը մենք իրավունք չունենք պարելու եւ ոչ էլ այսպես պետք է զարդարվենք, չի կարելի սա, գայթակղություն էր ամբողջ եւ այդպես կիսամերկ սկսեց անպարկեշտ պարեր պարել ներկաների առջև։ Բոլորն էր գինով ցած էին, հարբած էին, Հերովդեսն էլ ընդհանրապես հիմարացել էր, կարելի ասել, բոլորի առջև սկսեց երթումներ տալ, խոստումներ տալ։ Ինչ էլ ուզես ինձանից կտամ քեզ, Սողոմոյին էր ասում Հերովդիադայի դուստերը։ Մինչև իր թագավորության կեսը կտամ քեզ։ Աղքատներին ողորմություն չէր տալիս կարիքավորներին։ Մի հատ անառակ աղջիկ պարում էր, թագավորության կեսն էր խոստանում տալ։ Տեսեք ինչ հիմարություն։ Իսկ այս Սողոմեն նախորոք մորից խրատված լինելով, որ եթե ինչ-որ բան խնդրի թագավորը, կասես ուզում եմ այստեղ սկուտեղի վրա ինձ մատուցես Հովանես Մկրտչի գլուխը։ Եվ այդպես էլ ասաց։ Ասաց ուզում եմ այստեղ ինձ մատուցես Հովանես Մկրտչի գլուխը։ Սարսափեցին բոլոր ներկաները։ Եվ բոլորը խնդրեցին Հերովդեսին, ասացին մենք քո խոստումը չենք լսել։ Հանկարծ Սուրբին չսպանես, արդար մարդուն չսպանես, պատուհաս է գալու քեզ վրա եւ ամբողջ ժողովրդի վրա պատուհաս է լինելու, եթե այդ սուրբ անապատական ճգնավորին սպանենք։ Չլսեց Հերովդեսը, հարբած էր եւ հրամայեց ծառային, ուղարկեց բանտը, որտեղ բանտարկված էր Հովանես Մկրտիչը, որպեսի գլխատեն։ Զինվորը եկավ, ասաց ես ինչպես Աստծո սուրբին գլխատեմ, վախեցավ, տխուր կանգնել էր։ Ասաց ինչ է պատահել, դու ինձ ասա, եւ պատմեց ամբողջ պատմությունը։ Ասաց դու մեղք չունես, գլխատիր ինձ, տար։ Ծնկի եկավ Հովանես Մկրտիչը եւ սկսեց աղոթել, նրա վերջին աղոթքն էր։ Ասաց խայտալով ծնվեցի, կաքավելով մեռնում եմ։ Ինչ է նշանակում խայտալով ծնվեցի, կաքավելով մեռնում եմ։ Հովանես Մկրտիչը դեռևս չէր ծնվել, մոր որովայնում էր, երբ Մարիամ Աստվածածինը այցելեց Եղիսաբեթին, Հովանես Մկրտչի մայր, ավելի ճիշտ հակառակը։ Եվ այդպես երբ տեսավ, խայտած մոր որովայնում երկրպագեց Քրիստոսին։ Ոչ Հիսուսն էր ծնվել, ոչ Հովանես Մկրտիչն էր ծնվել, դեռևս մայրերի որովայնում են, բայց իրար հետ խոսեցին։ Հովանես Մկրտիչը խայտած երկրպագեց Քրիստոսին որովայնից որովայն։ Եվ խայտալով ծնվեցի, հոր շրթունքները բացվեց, Աստծուն փառք տվեց, երբ որ ծնվեց Հովանես Մկրտիչը։ Բայց այսօր մի անառակ աղջկա կաքավելով, պարելով մեռնում եմ։ Եվ կարծես սա մի աղոթք դարձավ Հովանես Մկրտչի շուրթերին, խայտալով ծնվեցի, կաքավելով մեռնում եմ։ Եվ այդպես ծունկի գալով աղոթեց եւ իր հոգին ավանդեց։ Վերցրեց գլուխը, դահիճը սկուտեղի վրա տարավ տված Սողոմոյին, Սողոմոն էլ տարավ տվեց մորը։ Եվ քանի որ ծննդյան տարեդարձը մի քանի օրեր էր տևում, ուրախությունները հաջորդ օրն էլ այս
պիղծ աղջիկը որոշեց ավելի գեղեցիկ ինչ-որ բան անել։ Սառույց պատրաստեցին, չգիտեմ ինչպես, սառեցրին գետակի լճակի ափը եւ սկսեց սառույցների վրա պարել։ Բայց Աստծո պատիժն ու պատուհասը շատ արագ վրա հասավ։ Սառույցները ճեղքվեցին, աղջիկը ընկավ մեջը եւ երկու սուր սառույցների ծայրերը եկան ու գլուխը կտրեցին։ Բոլոր ներկաները ասեցին, ահա, Աստծո պատուհաշը, մի օր էլ չդիմացավ։ Վերցրեցին գլուխը, դրեցին սկուտեղի վրա, ուղարկեցին մորը, ասեցին, դե վերցրու։ Վերցրեց ու սկսեց չար խոսքով պիղծ խոսքեր ասել այդ կինը Հերովդիադան եւ երկնքից սրա վրա էլ պատուհասը հասավ։ Ժայռը փուլ եկավ այդ տան վրա եւ մեռավ Հերովդիադան։ Եվ ինքը եւ իր դուստրը Սողոմեն տեղում սատակեցին։ Եվ Աստծո պատիհաշն ու պատիժը եկավ։ Այսպես կատարվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի կյանքը, նահատակությունը։ Մենք ինչ դաս պետք է քաղենք։ Մենք միշտ պետք է հիսենք, հատկապես մեր երիտասարդ աղջիկները, որ Հովհաննես Մկրտիչը պիղծ աղջկա շպարվելով, զարդարվելով ու կաքավելով մեռավ։ Գայթակղեցրեց ժողովրդին։ Զգույշ պետք է լինենք մենք, մեր երեխեք, որ միշտ պարկեշտ լինենք, գայթակղություն չլինենք ոչ մեկի համար։ Ճիշտ ապրենք, մեր հոգին ավելի շատ զարդարենք, քան թե արտաքին մարմինը։ Ամեն